Բարև ձեզ։ Վերջին օրերին մինչ մենք տարված էինք Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տարածաշրջանային այցով, բավական ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Մի կողմից շարունակվում են կուսակցությունների հանդիպումները, քննարկումները մասնակցության ձևաչափի համամասնական ցուցակների շուրջ, մյուս կողմից արդեն կան կուսակցություններ, որոնք հայտարարում են իրենց այս կամ այն որոշման մասին, այսպես կառավարող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում սկսվել են ներկուսակցական քվեարկությունները, որով պետք է ձևավորվի նրանց համամասնական ցուցակը, Բարգավաճ Հայաստանը հայտարարում է, որ ընտրություններին մասնակցելու է առանձին, առանց դաշինքների, բայց պարզ չէ թե ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, իսկ նոր ձևավորված ուժեղ Հայաստանը հայտարարում է, որ իրենց վարչապետի թեկնածուն գործարար Սամվել Կարապետյանն է։ Սա համաձայնեք բավական անսպասելի եւ զարմանալի հայտարարություն էր, այնքանով, որքանով նրա առաջադրումը եւ եթե կարելի է այսպես ասել, նրա առաջադրումը եւ Հայաստանի սահմանադրությունը հակադրության մեջ են, սահմանադրությունը դեմ է նրա առաջադրմանը։ Սա մեկ, այս միջոցին Հայաստանի իշխանությունները կարևոր փոփոխություններ են նախաձեռնում եւ ընտրական եւ քրեական օրենսգրքերում, որոնք առնչվում են մի կողմից բարեգործության եւ ընտրական գործընթացների հարաբերություններին, եթե կարելի է այսպես արտահայտվել, եւ մյուսը դիտորդական առաքելություններին փորձ է արվում դիտորդներին դարձնել ավելի անկողմնակալ եւ անաչառ։ Ամենայն դեպս իշխանության կողմից այդպես է նշվում։ Այս ամենին էլ զուգահեռ շարունակվում է նոր սահմանադրության մշակման աշխատանքները։ Այսօր ազատ զրույցում փորձելու ենք հասկանալ, թե սրանցից որն է իրավական, որն է քաղաքական եւ որը ուղիղ նախընտրական տրամաբանության մեջ։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Ուիհոնիսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք ամենաթարմ եւ ամենազարմանալի նորությունից, այն է ուժեղ Հայաստանը հայտարարեց, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Նա կարող է լինել վարչապետի թեկնածու, կարող է առաջադրվել վարչապետի թեկնածու։ Շնորհակալ եմ, գիտեք, արձանագրենք, որ գործող սահմանադրությամբ իհարկե չի կարող, որովհետև ունի օտարերկրյա քաղաքացիություն եւ քաղաքացիություններ, ինչքան գիտեմ, եւ սահմանադրությունը հստակ եւ աներկբակերպով դա արգելում է, բայց քաղաքական ուժի ներկայացուցիչները ասելու են, որ իրենք մեծամասնություն չէ, դրա համար իրենց մեծամասնությունը քիչ է, 2/3 պիտի ունենան ազգային ժողովում, որ այդքան աջակցություն կամ այդքան քվե ստանալու դեպքում իրենք սահմանադրության այդ դրույթը կփոխեն, իսկ սահմանադրության այդ դրույթը իրոք կարող է խորհրդարանի 2/3 կողմով փոխվել առանց հանրաքվեի եւ այդ դրույթը փոխելուց հետո կդառնա Կարապետյանը վարչապետ։ Սա ինչ որ իրանք ասում են, ես տեղուակի ուզում եմ ասեմ, որ այն ժամկետները, որոնք որ իրենք ասում են, որ ժամկետում են իրենք մտադիր փոխել, այդ ժամկետները իրատեսական չեն, որովհետեւ պետք է պարզապես թերթել ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, որ տեսնել թե ինչ է ժամկետ կամ սահմանադրությունը, որ տեսնել ինչ է ժամկետները իրատեսական չեն, բայց մեծ հաշվով ու նաև այստեղ ուրիշ հարց կա, ընտրական օրենսգիրքը երաշխավորում է, որ ոչ մի ուժ չի կարող 2/3 ունենալ, 2/3-ից ավել, նենց որ ինչքան քվել հավաքեն 2/3, ոնց ԿՊ-ն 2/3 չունի, թեև շատ ավելի շատի, էապես ավելի շատի քվեր ստացել, նենց էլ իրանք չեն կարող 2/3 ունել, եթե այդքան շատ ձեն հավաքեն ընդդիմությունը բոնուսներով, ընդդիմություն ասելով այն որ կլինի ընդդիմադիր այդ սցենարի դեպքում բոնուսներով գոնե 1/3 ստանալու է, այսինքն այստեղ էդ էլ մի քիչ ահա, բայց մեծ հաշվով քաղաքական ծրագիր է, նորմալ է այդ կարող է այդ ընդդիմությունը ինչ որ մեկը իրանց միանա եւ այդ դեպքում բան անեն մեծ հաշվով ոնց ասեմ, քաղաքական հայտ է, ժողովրդին մենյուն են ներկա, այսինքն մենյում իրանց կետն է ներկայացնում, ասում են, սա է մեր առաջարկը։ Լավ, բայց մի փոքր ուզում եմ մանրամասնել։ Նորմալ, այսքան ոնց ասեմ, շատ դրամատիկ չեն վերաբերվում դրան, որովհետև նորմալ է, որ քաղաքական ուժը ասում է, ես գալու եմ սահմանադրություն փոխեմ։ Մի փոքր մանրամասնեք, ասում եք, թե հիմա չի կարող մեր սահմանադրությամբ, որովհետև սահմանադրությունը արգելում է։ Այդ արգելանքը միանշանակ է առանց վիճարկելու, թե մեկնաբանության տեղ թողնում է այդ դոմը։ Չէ, այդ արգելանքը միանշանակ է։
Չէ, այդ արկելանքը աներիկ բա է, շատ աներիկ բա է եւ միանշանակ։ Եթե այդպես է, ասենք մենք ընտրվենք գանք, բայց այսինքն ինքը նաեւ չի կարող լինել падգամավորի տեխնացու, պարոն Կարապետյանը չի կարող լինել падգամավորի տեխնացու, չի կարող լինել։ Չի կարող ընտրել ցուցակում։ Չի կարող անել падգամավոր ընտրվի, այո, ցուցակի առաջին համարը ակնհայտորեն իրանց մոտ ուրիշ մարդ է լինել։ Իսկ օրենքով սահմանված է, որ առաջին համարը հենց падգամավորի տեխնացու, եթե դա ընդունված պրակտիկա։ Դա պարտադիր չի։ Ես ասեմ ավելին, ես օրինակ կոնկրետ հիշում եմ Սերժ Սարգսյանը 2017 թվականին չէր գլխավորում հանրապետական կուսակցության ցուցակը, падգամավորի տեխնացու էլ չէր։ Բայց դա իրավական առումով խոչընդոտ չէր, որ Սերժ Սարգսյանը դրանից մի տարի հետո, չէ, նույն սահմանադրությունն էր։ Ուղղակի Սերժ Սարգսյանի քաղաքացիությունն էր, չի, որ վարչապետ կարող է ընտրվել падգամավորներից մեկը, չէ, բան չկար եւ չի եղել եւ Սերժ Սարգսյանը падգամավոր չէր, падգամավորի տեխնացու չէր, բայց 18 թվականին առաջադրվեց եւ ընտրվեց վարչապետ։ Ուրիշ հարց է թե ինչքան պաշտոնավարեց էցա, բայց նկատի ունեմ սահմանադրական առումով ոչ միտեղ նշված չի, որ անպայման պիտի, այսինքն sense Վեստմինստերյան համակարգ չի էլի Հայաստանում։ Կառավարության անդամի մասով հստակ գրված է, որ կառավարության անդամը պիտի բավարարի падգամավորին ներկայացող պահանջներին, ոչ թե պետքա падգամավոր լինի, այլ պետքա падգամավորին ներկայացող պահանջներին բավարարի, այսինքն 25 տարեկան լինի վերջին 4 տարում մշտապես բնակվի Հայաստանում, վերջին 4 տարում լինի միայն Հայաստանի քաղաքացի, տիրապետի հայերենին եւ իհարկե ունենա ընտրելու իրավունք։ Իսկ այդ համապատասխանությունը ով է ստուգում, ինչպես է ստուգում։ Մեր տարապանքը փորձ ունի, չէ՞ որ այդ համապատասխանությունը հետեւյալն է, եթե խոսքը, այո, Քոչարյանի ժեկի տեղեկանքը, համապատասխանությունը հետեւյալ կերպ է, վերջին 4 տարվա մշտական բնակությունը ստուգվում է Հայաստանում գտնվելու օրերի քանակով, կարծեմ պետքա վերջին 4 տարում 700 քանի օր գտնվի Հայաստանում։ Բանի հարցը, օտարերկրյա քաղաքացիություն ունենալու հարցը մի քիչ նուրբ է, որտեղ Հայաստանի պետական մարմինները 100% մեխանիզմ չունեն դա ստուգելու, Սամվել Կարապետյանի մասով այդտեղ պարզ է, էլի, բայց կարող է գա ինչ-որ X կուսակցության եսին որիորդ համարը, որը պարզի, որ ինչ-որ լրիվ ուրիշ երկրում, չգիտեմ, Տրինիդադի Տոբագոյում եւս քաղաքացիություն ունի եւ դա կարող է պարզվի ուշ կամ չպարզվի կամ ու տենց դեպքեր եղել են Արմեն Սարգսյանն նախագահ, Հայաստանի 4-րդ նախագահ, այո, պարզվեց ինչ-որ էկզոտիկ երկրի քաղաքացիություն ուներ եւս 21 թվականի ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակի 4-րդ համարը պարզվեց նաև Ռուսաստանի քաղաքացիությունը։ Նենց որ այդ բացահայտվելու ինչ որ մեխանիզմներ կան, բայց 100%-անոց չի, ուղղակի Սամվել Կարապետյանի մասով այդտեղ ասում եք Սամվել Կարապետյանի մասով պարզ է, բոլորը գիտեն։ Դե նկատի ունեմ ինքն էլ ընդունում էլի, դա տենց ապացուցելու հարց չկա, չընդունի, ասի չէ։ Դե ապացուցի։ Չէ, դե հրապարակային էլ են ընդունում, որ օտարերկրյա քաղաքացիություններ ունի ինքը բան չի։ Քաղաքական հաշվարկը տեսական հարթության մեջ իրագործելի է, այսինքն ժողովուրդ մեզ ընտրեք, տվեք 2/3, մենք կանք խորհրդարան, սահմանադրությունը փոխենք, Սամվել Կարապետյանին դարձնենք վարչապետ։ Ես այդ առաջարկի մեջ ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում։ Ես այդ առաջարկի մեջ ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում։ Նորմալ առաջարկում են ժողովուրդն պիտի որոշի։ Իսկ եթե դա, տեսեք, եթե դա ժողովրդի մոտեցումն է լինելու, օքեյ, բայց ժողովրդի մոտեցումը լինի։ Հա, ոնց որ ժողովրդն է որոշում, օքեյ։ Նորմալ է ժողովրդին բան, տենց բան։ Ոնց ասեմ, նենց բան չեն առաջարկում, էլի, որը տենց այո, իմ համար խնդրահարույց է իրականում, որ կարող է այդ քաղաքացիության ցենզը հանվի, որտեղ որպես սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ մենք օրինակ այդ քննարկել ենք եւ ես քվեարկել եմ, որ ապագա սահմանադրությունում մնա քաղաքացիության 4 տարվա ցենզը կառավարության անդամների եւ падգամավորների մասով։ Բայց մեծ հաշվով, եթե ժողովուրդը այս կոնցեպտի հետ օքեյ է, ժողովրդի որոշել։ Շատ լավ։ Սահմանադրության փոփոխությունների գիտեք, այստեղ այդ պատմության մեջ ելույթի ինձ ուրիշ բաներ հետաքրքիր։ Ինչի՞ այդ ելույթը արհեստական բանականության։ Ես հենց դրան էի Հա, անդրադառնում։ ես ասնովությամբ, գիտեք, այդ պահը ես ուղղակի չհասկացա, որտեվ իրան արգելված չի ուղերձներ ունենալու։ Մի մոմենտ իրան մի պահ իրան արգելված էր։
երբ որ առաջին անգամ խափանման միջոց փոխվեց տնային կալանքի, զուգահեռաբար արգելվեց ուղերձներ հղել։ Այս երկրորդ անգամ որ փոխվեց, նման արգելք չկա դատարանի կողմից։ Ինչի արհեստական բանականությամբ։ Իմ համար չգիտեմ Գուցե հաշվարկել հարցերը ավելի առաջանում ազդեցիկ է, ավելի հանրային տրամադրությունների վրա կարող է ազդեցություն ունենալ, սա մեկ, երկրորդը գուցե սա նաև պաշտպանիչ ինչ-որ շերտ է, որպեսզի տեքստի մեջ որևէ բան չգտնեն Այդ մարդը 2020 թվականի սեպտեմբերի կարծեմ 29-ին կամ 30-ին 44 օրյա պատերազմի առաջի օրերին հայամետ դիրքորոշում արտահայտելու փոխարեն դեռ չեզոք հայտարարություն էր արել, էլի ոնց որ Լյուքսեմբուրգի արտգործնախարարությունը կողմերին խաղաղության կոչ էր արել։ Կարող է դել էր արհեստական բանականությունը գրել։ Դենց արհեստական բանականությունը խնդրել էին, ասել էին տենց մի հատ ուղերձ գրի, վերցրել էր, չգիտեմ, վերցրել էր Լաոսի եւ Շվեյցարիայի արտգործնախարարությունների հայտարարությունները միքսել էր եւ տենց ուղերձ։ Ես չգիտեմ, էլ մի քիչ ախր լուրջ քաղաքական գործի չէ, որը ոչ մի արգելք չունի։ Լուրջ չի որ արհեստական բան։ Դե հիմա կներեք, այստեղ մի քիչ ուրիշ բան ասեմ, էլի իրանց իրավունքն է, նենց չի որ օրենքա այստեղ խախտվել։ Խնդրեմ, ուզում են թող ամբողջ քարոզարշավ արհեստական բան, բայց Պյոտր Պերվին սրանց 300 տարի առաջ ասում էր փորձում եմ հայերեն թարգմանը մտքումս, որովհետև եթերում պարտավոր ենք հայերեն խոսել, մոտավորապես հետևյալ է, որ ազնվականները Դումայում պետք է խոսեն առանց թղթի, որպեսզի ամեն մեկի ախմախությունը երևա։ Հա? Боярам думи говорить не по написанному, дабы дурость каждого была видна, или ничего. Բակաները կարող եմ հատել պետք է հետագայում քննարկել ընտրական օրենսգրքով սահմանել, որ քաղաքական գործիչները պետք է անձամբ ելույթ ունենան, որպեսզի ամեն մեկի ելույթ ունենալու կարողությունը եւս ընտրողները գնահատեն։ Դե չգիտեմ, արհեստական բանականությունը հիմա այսպես ներխուժում է քաղաքավարի ներխուժում է բոլոր ոլորտներ եւ գուցե այնինչ մեր աչքու ականջին անսովոր է, դա դեռ չի նշանակում, որ սխալ է, հետո կերևա ճիշտ է նրանց հաշվարկները, ասենք արհեստական բանականություն օգտագործել, թե չօգտագործել, բայց մինչեւ արհեստական բանականությունը մինչ այս Հայաստանում լայնորեն այստեղ հասկանում եք, ուզում եմ հասկանալ արհեստական բանականությունը չէ իրենց վարչապետի տեխնացուն։ Սամվել Կարապետյանն է իր բնական բանականությամբ։ Արհեստական բանականությունը խոսում։ Դե արհեստական բանականության հնարավորությունները հիմա բոլորն են օգտագործում։ Չէ, նորմալ է որ բոլորն են օգտագործում։ Ես տեղ գալուց առաջ ճանապարհին ստուգում էի Պյոտր Պերվին էր այդ նոր վկայակոչած բանը ասել, թե ուրիշներ ասել եւ ստուգում էի դա արհեստական բանականությունը օգտագործելով։ Բայց ոնց ասեմ, այնտեղ արհեստական բանականությունը չի ելույթ ունենում, ես եմ ելույթ ունենում։ Լավ, տեսնենք։ Արհեստական բանականության հնարավորությունները հիմա բոլորն օգտագործում են, իսկ մինչ այս բոլորը եւ ընտրությունների ժամանակ, չասենք բոլորը, կան ուժեր, եղել են եւ կան ուժեր, որոնք ընտրությունների ժամանակ օգտագործել են նաեւ բարեգործության գործոնը։ Հիմա Հայաստանում իշխանությունները նախաձեռնեցին փոփոխություն, որով կարծես թե բարդացրեցին բարեգործության եւ ընտրական գործընթացի հարաբերությունները։ Ասեմ, այդ փոփոխությունները փոքր դատարանից հետո շարունակենք։ Կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույց է Free News-ի եթերում, ես զրուցում եմ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանի հետ։ Մենք հասանք բարեգործության եւ ընտրական գործընթացների հարաբերություններին, եթե այսպես կարելի ասել, խստացվել են այդ հարաբերությունները, ինչ է նախատեսվում, արդյոք դա իսկապես ընտրական գործընթացների որակը բարձրացնելու։ Մենք այդ փոփոխությունները 18 թվականին առաջ ենք մղել եւ դրանք իրականում մեծ մաս 18 թվականին են ընդունվել։ Չեմ նաեւ ասում մենք, որովհետեւ այդ հոդվածները նախագծել եւ շարադրել էր քաղաքասարակցությունը իշխանության հետ միասին։ Դա համատեղ պրոդուկտ էր, որը խորհրդարանը այն ժամանակ ընդունեց։ Պիտի ասեմ, որ բարեգործության եւ
նախընտրական քարոզչության մեկտեղումը այս պահից ի վեր, այս պահից որ նա հանրապետության նախագահի ընտրությունները նշանակելու հրամանի ուժի մեջ մտնելու պահից ի վեր քրեական հանցագործություն է, որի համար կարելի է մինչև 6 տարի ազատազրկում ստանալ։ Հասկանալի է։ Սա շատ լուրջ է։ Միաժամանակ տեխնացուների կողմից, թեկուզ եթե դա չի զուգորդվում բարեգործությամբ, տեխնացուների կողմից, կուսակցությունների անդամի կողմից, իհարկե կուսակցությունների կողմից կամ նրանց անունից, տեխնացուների կամ կուսակցությունների անդամների անունից բարեգործություն անելը եւս քրեական հանցագործություն է, եւ ես ուղղակի ուզում եմ առիթը օգտագործել մարդկանց ասելու, որ մի արեք դա, որպեսզի մինչև 6 տարի գումարեք հիմիկվան։ Մինչև 2032 թիվը անազատության մեջ գտնվելու ռիսկի տակ ձեզ չդնեք։ Բայց այնտեղ ասվում է բարեգործության սահմանափակում, այսինքն արգելում այն կազմակերպությունների համար, որոնց անվանումը ասոցացվում է քաղաքական ուժերի կուսակցությունների հետ։ Նաև դա վարչական իրավախախտումների օրենսդրությունում է գրված, դա էլ է արգելված, բայց դա ոնց ասեմ, այդքան խիստ պատիժներ չի դրա համար։ Դա էլ է արգելված։ Ամեն դեպքում այդ ասոցիացումը ինչպես է։ Այսինքն եթե ես ասեմ, եթե ես լինեի օրինակ падգամավորի տեխնացու, չեմ մտադիր չեմ լինել քոնե այս ընտրություններում հաստատ եւ լիներ հիմնադրամ, որը կլիներ չասեմ անունը, լիներ Յոհաննիսյան հիմնադրամ, լիներ անունը Դանիոանիս հիմնադրամ, օրինակ, հա, կամ Յոհաննիսյան հիմնադրամ, կամ տենց մի բան, որը հստակ ասոցացվեր էլի իմ հետ, այդ հիմնադրամը պետք է դադարեցներ իր գործունեությունը, նույնիսկ այն բարեգործական ծրագրերը, որը միջև այդ անում են ընտրությունների ժամանակ իրավունք չունի, բացարձակ նույնիսկ եթե առնչություն չունի։ Իսկ այդ դեպքում միայն այդ բարեգործություն անողն է ուժում ինչ որ հետևանքներով, թե նաև կուսակցությունը։ Բարեգործություն անող։ Կուսակցության հետ կապված որևէ բան։ Չէ, եւ այստեղ տրամաբանությունն է նա, որ չկարողանան հատուկ վատություն անել։ Հա, ասենք այսինքն օրինակ ես տեխնացու եմ։ Ես ստեղծում եմ հիմնադրամ։ Դուք ստեղծում եք հիմնադրամ, դնում եք բան, Յոհաննիսյան բարեգործական հիմնադրամ, դրանով փող եք ես կարող դրա հետ կապ չունեմ։ Ասոցիացում ձևակերպում մի քիչ լայն մեկնաբանությունների տեղ չի տալիս եւ խտրական վերաբերմունքի կիրառման տեղ չի թողնում։ Դե այդ կարգավորումը վաղուց կա իմիջայլուց, ընդ որում արգելքը պատիժներն են, որ հեղափոխությունից հետո ուժի մեջ մտան։ Արգելքը շատ վաղուց կա եւ պիտի ասեմ, որ տարամեկնաբանման արդյունքում ինչ որ խնդիրներ ես չեմ հիշում, որ լիներ։ Լավ, հաջորդը փոփոխություն, որ առնչվում է դիտորդական առաքելություններին եւ այդ առաքելությունների կազմում դիտորդություն իրականացնող անձանց։ Այդ ներողություն վերադառնալով քրեական օրենսդրության, ես պետք է ասեմ, որ քրեական օրենսդրությունը իմ համոզմամբ դեռ պետք է բարելավվի միջև գալիք ընտրությունները։ Իհարկե ընտրական օրենսգիրքը այլևս չի կարող էական փոփոխություններ կրել, բայց քրեական օրենսդրությունը պետք է բարելավվի եւ ինչ պետք է փոխել։ Օրինակ կուսակցությունների ֆինանսավորման արգելքի շրջանցման մեխանիզմները պետք է փակվեն։ Մենք տեսնում ենք կուսակցությունների ֆինանսավորման սահմանափակումներ կան։ Հա։ Օրինակ, արգելվում է օտարերկրյա ֆինանսավորումը։ Արգելվում է, որ մի մարդ 10 միլիոն դրամից ավել ֆինանսավորի եւ այլն եւ այլն։ Դրանք ասում եք վերանա։ Չէ, բայց այդ արգելքները ինչ որ շրջանցելու ձևեր կան։ Հա։ Եվ մենք տեսնում ենք, որ կարծես թե ինչ որ շրջանակներ փորձում են այդ արգելքները շրջանցել։ Այդ արարքը ընդ որում այդ արգելքը կա կուսակցությունների մասնորենքում։ Արգելքի շրջանցումը քրեականացված է։ Բայց իրանք նենց են շրջանցում, որ այդ հոդվածի տակ քրեական օրենսգրքի այդ հոդվածի տակ չընկնի, կարծես թե եւ այդ օրենսդրության այդ բացը պետքա Կա նախաձեռնություն նման եւ քննարկում է։ Քննարկում։ Լավ, հաջորդը կան արդեն դիտորդական առաքելություններին, այստեղ ինչ է փոխվել, ինչ է խստացվել եւ արդյոք այնինչ արվել է միտված է իսկապես դիտորդներին ավելի անաչառ անկողմնակալ դարձնելուն, թե վերահսկողություն իրականացնելուն։ Գիտեք, այստեղ հետեւյալն է, մենք դիտորդական առաքելություններ իրավունք չունեն որևիցե ուժի աջակցեն կամ որևիցե ուժի օգտին քարոզչություն իրականացնեն կամ որևիցե ուժի դեմ քարոզչություն։ Սա շատ կարևոր է։ Այս արգելքը շատ վաղուց կա, բայց այս արգելքը մենք տեսնում ենք, որ օրինակ վաղարշապատի ընտրություններում եւ Գյումրիի ընտրություններում եւ վաղարշապատի ընտրություններում ուղղակի շատ ուղիղ ձևով խախտվում էր։ Մենք տեսանք 3 սուբյեկտներ, որոնք մեր կարծիքով խախտում էին եւ մենք դրա վերաբերյալ փաստեր հավաքեցինք, ներկայացրեցինք նաեւ
կենտրոնական ընտրական հանձնաժողով, խոսքը մասնավորապես հայաքվե առաքելության, Թաթոյան հիմնադրամի առաքելության եւ թողներեն ինձ այդ կազմակերպության ճշգրիտ անվանումը կարողա չհիշեմ, դա պարլամենտարիզմի կարծեմ միջազգային կենտրոն տենց էր կոչվում, կարծեմ եթե սխալացեմ թող իրենք ինձ ներեն, որտեվ անկախ նրանց թե ընտրությունների կոնտեքստում ինչ են անում, ինչ չեն անում, կազմակերպությունների եւ մարդկանց անունները աղավաղել չի կարելի։ Եվ իրենք ակնհայտորեն կամ աջակցում էին ինչ-որ ուժի կամ ինչ-որ ուժի դեմ քարոզչություն էին անում, եւ մենք ներկայացրեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ էության արձանագրեց օրենսդրությունը այդտեղ թերի է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործիքներ չունի, փաստերը կան, փաստերը ակնհայտ են, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործիքակազմ չունի, եւ ըստ էության այդ բացը լրացվեց։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացավ գործիքակազմ իրագործնելու այն նորմերը, որոնք ընտրական օրենսգրքում գրված են եւ գրված են շատ վաղուց։ Եվ ոչ միայն գրված են, նրանք տրամաբանական են։ Եվ այստեղ գիտեք լուրջ խնդիր կա։ Ինչպես օրինակ լրատվական դաշտում, հա, ինչ որ մի լրագրող, որ շատ աղմախ ռեպորտաժ է սարքում 1036 բառապաշարի համար, շատ վատ կողմնակալ նյութ է սարքում, դա բոլոր լրագրողների հեղինակությունն է, չեք ցում հանրության աչքերում։ Հանրությունը սկսում է բոլոր լրագրողներին մի քիչ sense թարս նայել։ Նույնը մեր դիտորդական դաշտում է։ Ինչ որ մի հատ դիտորդ ինչ որ կներեք արտահայտությանս համար աղմախություններ է անում, կողմնակալություններ է անում, ընտրախախտում չհանդիսացող բանը ներկայացնում է որպես ընտրախախտում, ընտրակեղծիքների կեղծահազանգեր է տարածում, ինչ որ սարսափելի ընտրակեղծիքների մասին է խոսում։ Դա նաև տարածվում է բոլորի վրա, դա բոլոր դիտորդները կարող է սկսեն արժեզրկվել։ Դա մեր համար ռիսկ է, դա մեր հեղինակության համար խնդիր է։ Եվ ես պետք է ասեմ մի ուրիշ բան էլ։ Այդ դիտորդները նախ այդ կեղծահազանգերը ընտրախախտումների, մենք դա տեսանք Գյումրիում, մենք դա տեսանք վաղ շաբաթում, դա մի նոր երևույթ է, եւ դա զանգվածային երևույթ է, եւ դա լինելու է ընտրությունների օրը։ Եվ այս առումով կարևոր է, որ հանրությունը մի քիչ ավելի բան իմանա։ Գյումրիում ընդհանրապես հետաքրքիր էր, Գյումրիում քվեարկության օրը ասում էին սարսափելի կեղծիքներ են 3000 քվեա կեղծվել։ Քվեարկությունը քան ընդհանուր ասում են 3000 քվեակ, 3000 քվեն դա Գյումրի ընտրողների քվեարկության եկածների մոտ մի 7-8%-ն է։ Հենց տեսան, որ իրանց նախընտրած ուժերը հաղթում են, իրանց չնախընտրած ուժը պարտվում է, միանգամից փոխեցին մոտեցումը եւ ասացին, որ իդեալական ընտրություններ էին։ Ախր դա դիտորդի պահվածք չէ, էլի։ Գնացեք վստահված անձ որպես կուսակցության ներկայացուցիչ տեղամասեր։ Դիտորդ կեղծահազանգերի պրակտիկան Հայաստանում միշտ եղել է, ասենք ես հիշում եմ տարիներ, երբ որ կեղծահազանգ էր լինում, այսինքն ընտրատեղամասում մեծ խախտումների մասին, բոլոր լրատվամիջոցները, բոլոր լրագրողները լսում էին այդ ընտրատեղամաս, իսկ այդ նույն պահին մյուս տեղամասում հանգիստ կատարում էին բոլոր խախտումները, մոտավորապես այսպիսի պատմություններ։ Լավ, այս փոփոխությունները առաջ անգամ են կիրառվելու գործի մեջ տեսնելու դիտորդների հետ կապված, մի քանի շաբաթ առաջ են ընդունվել։ Լավ, հաջորդը դուք նաև միաժամանակ սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ եք, այստեղ ինչ է կատարվում, կարծեցեք ինչ ժամանակ է մնացել մինչև նախանշված ժամկետը, որ փոփոխությունները։ Ես այստեղ հիմա չմտնելով բովանդակային քննարկման մեջ, որտեղ բովանդակությունը շատ է եւ դա առանձին քննարկումների առարկա է, մեծ հաճույքով կգամ ձեր մոտ այդ հարցը կքննարկենք ապագայում, բայց պետք է ասեմ, որ մենք շատ ինտենսիվ աշխատում 6 տարի արդեն այդ process-ը գնում է եւ նախկինում շատ դանդաղ է ընթացել։ Հիմա այդ process-ը բավականին ինտենսիվացել է, մենք ինտենսիվ քննարկումներ ենք ունենում։ Ըստ էության բովանդակային առումով ինչ որոշում ենք հանրությանը կոմունիկացնում ենք, այսինքն դա այդ են Հրայր Թովմասյանի ժամանակների սահմանադրական բարեփոխումների process-ի հետ որակական ոչ մի աղերսություն չունի, էլի որ 2 տարի փակ դռների հետո մարդիկ չգիտեին ինչ էին անում։ Հետո եկան այնց բանով, որ մարդիկ վախ մամաջան էս ինչ են բերել։ Չէ, ամեն ինչ որ որոշում է հանրության հետ կոմունիկացվում է, իմ գնահատականն է, որ գոնե այս պահիդրությամբ բոլոր են բովանդակային առումով որոշումները, փոփոխությունները, մոտեցումները, որոնք որ կան ժողովրդավարության առումով ավելի քայլ առաջ են,
Միգուցե կան այնպիսիք, որոնք կարող են լինել երկու քայլ առաջ, բայց երկու քայլ առաջ չեն, մի քայլ առաջ են, բայց մեծ հաշվով բավականին կան այնպիսի բաներ, որոնք դուք ազնապես կարծում եք, որ պետք է լիներ, պետք է փոփոխության ենթարկվեր, բայց չի փոխվելու։ Ոյ, շատ բան կա, դա մեծ քննարկման առարկա է։ Ես հիշում եմ ժամանակ խոսում եք կայուն մեծամասնության Կայուն մեծամասնությունը բավականին փոխում է։ Այդ կայուն մեծամասնության փոփոխությունը նրանցից է, որ ես ասում եմ կարող էր երկու քայլ փոխվեր, բայց մի քայլ է փոխվում, բավական տրանսֆորմացվում է, շատ ավելի adekvat համակարգափոխարեններ դրվում։ Այս համանadrությունը կարծում եք պետք է անդրադառնա պետություն եկեղեցի հարաբերություններին հաշվի առնելով այս ստեղծված իրավիճակը։ Այսինքն այդ հարաբերությունները լրացուցիչ կարգավորման, հստակեցման, հղկման կարիք ունեն, թե այնինչ ունենք բավարար է։ Գիտեք, սա մի քիչ նեղ հարց է, որի մասնագետը չեմ ես, բայց ինձ չի թվում, որ պետություն եկեղեցի հարաբերությունները լրացուցիչ կարգավորման առարկա ունեն։ Պետք չէ։ Չեմ կարող։ Աշխատանքները նախանշված ժամկետում այսին մարտին կավարտվի եւ մոտավորապես Այդ ես չեմ խոստանա։ Ես չեմ խոստանա, որովհետեւ դա ոնց ասեմ, միայն ինձանից կախված process չի։ Ամեն դեպքում խորհուրդ է աշխատում ենք, ինտենսիվ աշխատում ենք, տեսնենք։ Նախաբանին հասել եք։ Չէ։ Չի քննարկվել դեռ։ Չէ։ Մոտավոր ժամկետներ ուրվագծվում են հանրակրվեի։ Դե միարժեքորեն ազգային ժողովի ընտրություններից հետո եւ մասն է խոսքը, հետո երբ չգիտեմ, բայց ազգային ժողովի ընտրություններից հետո։ Հա, ընտրություններին զուգահեռ կամ ընտրություններից առաջվա մասին խոսք չկա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանի հետ։ Լավ մնացեք, կհանդիպենք։